Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաշվի առնելով խոսքի ազատության կարևորությունը, հնարավոր է վերանայվի նրանց նկատմամբ կայացրած որոշումը եւ Սոնա Գրիգորյանն ու Քնար Մանուկյանը հավատարմագրվեն կրկին ազգային ժողովում հնարավորություն ունենալով իրացնել իրենց մասնագիտական գործունեությունը։ Հավատարմագրման կանոններ գոյություն ունեն, այդ կանոնների շրջանակում ամեն ինչ հնարավոր է, բայց միայն այդ կանոնների շրջանակում ես առիթից օգտվելով բան եմ անում, զգուշացնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ հավատարմագրումից զրկվել են եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կմտածեն, որ իրենք կարող են տենց կներեք այդ բառի համար շուստրություն անեն, հա, падգամավորի իջեցած բանով թույլտվությամբ մտնեն եւ գործնեությամբ զբաղվեն, դա նաեւ անհարգանք է ձեր նկատմամբ, այսինքն ինչի դուք կգնաք կհավատարմագրվեք կանոնների կենթարկվեք, իրանք եթե մի падգամավոր իրանց թուղթ կտա, իրանք կգան բանը իրանց գործնեությունը կանեն կգնան Թեկուզ падգամավորի ամբողջ խմբակցությունը գտնվեր օրենքով գրած է իրավունք չունի ներս լինի այդ մարդը չեն հասցրել Հայկ Կոնջորյանին հարցուղել լսեք հարգելիս անարդար մոտեցումը թող դիմեն դատան ինչ աշխատում չեն ասել նախ իրանք իրավունք չունեին այդտեղ Հայկ Կոնջորյանին դիմեին Նախ սկսենք դրանից, որ իրանք իրավունք չունեն։ Հիմա նորից եմ Լսեք, ԱԱԾ աշխատակիցները ՊՊՑ աշխատակիցները ուղեկցեն, չուղեկցեն, իրանք լրատվական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն այդ տարածքում, հարգելիս։ Դու էլ գիտես, որ չունեն այդտեղ։ Նույնը հանձնաժողովի սենյակը Գեգամ Մանուկյանը այնտեղ է։ Ես ուրախ եմ, որ Գեգամ Մանուկյանը այնտեղ էր։ Գեգամ Մանուկյանն էլ է զգուշացվել, որ խնդրի իրանց դուրս գան, որովհետև իրանք իրավունք չունեն այդտեղ գտնվեն։ Կրկնում եմ, ով ուզում է այդտեղ լինի, քաղաքացիները չեն կարող այնտեղ կոնկրետ օրենքը սահմանում է, բացեք, կարդացեք։ ՊՊՑ աշխատակից ասել է, որ կարող է գտնվել։ ՊՊՑ աշխատակիցը չի ասել, որ կարող չի ասել, ՊՊՑ աշխատակիցը չի կարող ասել, որ ինքը կարա գնա հանձնաժողովի նիստին մասնակցի, թե չմասնակցի։ Հարգելիս, ուրեմն կրկնում եմ, գործունեություն ծավալել որևիցե վայրում եւ գտնվել ենք տարբեր բան ինքը չի կարող գործունեություն ծավալել լրագրողը կարող է գալ որպես քաղաքացի մտնել падգամավորի սենյակ հետը զրուցել բայց երբ որ լրագրողը միջանցքով որով որ գնում է հասնում է падգամավորի մոտենում է ինձ հարց է տալիս դա արդեն գործունեություն ծավալել է տարբերություն է նկատողություն տալ ոչ թե ուղղակի հավատարմագրություն իսկ կարող էին իրանք դա բան իսկ կարող էին դա չանեն ումից վրեժխնդրություն մի գերագնահատեք լրագրողների աշխատանքը մի թերագնահատեք բայց մել սենց ասեմ այդ թվում նաև ձեր մի գերագնահատեք ձեր աշխատանքը ես նորից եմ ասում ես մարդ եմ ման գալիս խմբագիր ձեր խմբագիրներին եմ ման գալին ու ձեր չէ բառացի Հայլակ ջան քո հետ կապված մենք առանձին կզրուցենք հետո ես մարդ եմ ման գալիս ասեմ եկեք գնամ կամ ձեր եթեր TV5-ում խի մի հատ տաղավար չկազմեցի, կանչեիք այդ հայտնի ամենա բաներին, այդ հարցազրույցը դրա մասին առանձին, ամենա խմբագիրներին, դուք էլ ձեր TV5-ի խմբագրին, չգիտեմ ով կա այնտեղ, կանչեք Ալեն Սիմոնյանին, մենք ենք ընտրում ում հարցազրույց տանք, ում չտանք, բայց խոսքի ազատության մասին խոսելիս հիշեք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ անդիմադիր անվանող իրենց խմբագիրներ, որոնք իրականում պրոպագանդիստներ են եւ կոնկրետ շահ են սպասարկում, ման է գալիս ուղիղ եթերով, իրանց ման է գալիս, իսկ իրանց մենակ հաճո մարդիկ են, էլի, որ իրանք ասեն, այ տեսնում եք Փաշինյանին չէ, այո, սա անտանելի է, ու sense գլխով իրար տնտմբացնել։ Շնորհակալություն։ Եվս մեկ հարց ներողություն։ Բայց վերջացնենք։ Գորիսին դիմադիր քաղաքապետ Արուշ Արուշանյանը եւս ներկա էր ձեր ծնունդին։ Այո։ Ես լավ անձնական հարաբերություններ ունեմ իր քաղաքական բանը, իր քաղաքական հայացքները ինձ չի վերաբերվում եւ ես չեմ մտնում դրա մեջ, երբ որ խոսքը գնում է իմ անձնական միջոցառման մասին։ Իմ անձնական միջոցառմանը ես հրավիրում եմ այն մարդկանց, ում հետ լավ հարաբերություններ ունեմ։ Իդեպ մտածում եմ հաջորդ ծննդյան միջոցառման նաեւ ձեզ բոլորիդ հրավիրեմ, եթե կընդունեք իմ հրավերը։ Կընդունեք իմ հրավերը։ Ինչ կապ ունի իշխանություն, դու մենակ իշխանավորների ծնունդին ես գնում։ Բայց ինչի պետք է իշխանության մնամ կամ չմնամ, որ դու ինձ ծնունդին գաս Ռուզանա ջան։ Շնորհակալություն։